Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա ճանապարհը դեպի Տավուշի մարզ ձգվեց, գյուղ Հաղարծին։ Օրվա հյուրը դերասան տիկնիկավար, հաղորդավար Աղասի Մելքոնյանն է։ Աղասի Մելքոնյան, դերասան տիկնիկավար, հաղորդավար։ Ծնվել է Երևանում։ Մանուկ հասակում երգել է վանատուր երգչախմբում Հայրիկ Մուրադյանի ղեկավարությամբ։ Ինչպես նաև 5 տարի շարունակ հաճախել է ֆլեյտայի դասերի։ 2001 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տիկնիկային թատրոնի դերասան բաժինը։ Ավարտել է նաև Երևանի Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիան մնջախաղացի մասնագիտությամբ։ 1997 թվականից աշխատում է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում որպես տիկնիկավար, դերասան, բեմի առաջատար վարպետ։ Աշխատել է հանրային հեռուստաընկերությունում որպես մանկական հաղորդաշարերի հաղորդավար։ Մասնակցել է շուրջ 3 տասնյակ միջազգային փառատոների, արժանացել մի շարք մրցանակների և պատվոգրերի։ 2022 թվականին արժանացել է Արտավազդ մրցանակաբաշխության տարվա լավագույն մանկական ներկայացում մրցանակին Կոկորդիլոս հեղինակային մոնոներկայացման համար։ Կոկորդիլոս ներկայացումը ներկայացվել է նաև մի շարք միջազգային մրցույթներում և արժանացել մրցանակների և շնորհակալագրերի։ 2022 թվականին Թբիլիսիում անցկացվող միջազգային փառատոնում Աղասին արժանացել է լավագույն դերասան մրցանակին։ 2024 թվականից Global to Local կազմակերպության մշակույթի բաժնի ղեկավարն է։ 2024 թվականին Աղասի Մելքոնյանը նշանակվել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահը։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ ուրախ եմ։ Ես շատ սպասում էի այս հանդիպմանը, քանի որ ես գիտեի ուր եմ գալու։ Այստեղ են Հաղարծին գյուղից և մոտակա 12 գյուղերից այստեղ հյուր են եկել Աչաջուրից, չէ, Գոշից, և այսօր սիրելի դպրոցականներ, մենք միասին բացահայտելու ենք տիկնիկային արվեստի գաղտնիքները։ Պատրաստ եք ինձ հետ շրջելու։ Եթե այո, եղեք ուրախ, որովհետև այսօր դուք ինձ համար պարգևելու եք տոն, ես էլ ձեզ համար եմ պարգևելու տոն, այնպես որ մենք միասին գաղտնիքներն ենք բացահայտելու, լավ։ Շատ լավ։ Դուք գիտեք, բոլոր մասնագիտություններն ունեն իրենց գաղտնիքները։ Տիկնիկային թատրոնի դերասանն ունի իր գաղտնիքները, որը հիմա դուք կտեսնեք, թե ինչ գաղտնիքներ է բացահայտելու տիկնիկային թատրոնի դերասանի և հանդիսատեսի հետ միասին, լավ։ Շատ լավ։ Տիկնիկային թատրոնի դերասանը նախ և առաջ վարժեցնում է իր մատները, որովհետև մատները պետք է ճկուն լինեն։ Յուրաքանչյուր մատ ունի իր ամենակարևորությունը, որովհետև բոլոր մատները պիտի աշխատեն տիկնիկ վարելիս։ Տիկնիկային թատրոնի դերասանը առաջինը իր ձեռքը վերցնում է գնդակը։ Ինչու գնդակը, որովհետև գնդակի օգնությամբ ստեղծվում է առաջին տիկնիկը։ Պահում է ցուցամատը, ամրացնում է գնդակը և երկու մատը, բթամատն ու միջնամատը դառնում են տիկնիկ և կարողանում է շարժվել, քայլել, խոնարհվել, քորել գլուխը ու երգել լոլո։ Սա կոչվում է գնդակ, որը տիկնիկային թատրոնի դերասանը առաջին տիկնիկը, որ վերցնում է իր ձեռքը։ Այնուհետև, երբ որ ավելի զարգանում է և հմտանում է տիկնիկավարը, վերցնում է հագուստը տիկնիկի, կրում է ձեռքին, տեսեք, ցուցամատը, բթամատը, միջնամատը պահում եմ այնպես, որ կտորի ներսում տեղավորվեն և ստանան ձեռքեր և գլուխը, որ ամրացնեմ ցուցամատին։ Ցուցամատը պահում եմ, գնդակը դնում եմ
եւ արդեն տիկնիկը պատրաստ է։ Սա կոչվում է ձեռնոցատիկնիկ։ Ինչու ձեռնոցատիկնիկ, որովհետեւ դերասանն այն վարում է ձեռքի օգնությամբ, վերևում պահելով եւ հագցնելով ձեռքին ձեռնոցը։ Սա կոչվում է ձեռնոցատիկնիկ։ Տեսեք, շարժում է գլուխը եւ ձեռքերը։ Կգաս դու արագ արի, փորձիր կրել տիկնիկը, ցուցամատը պահելով վերևի հատվածում։ Այսօր շատ գաղտնիքներ ենք բացահայտելու եւ միասին խաղալու ենք ներկայացում։ Թե ինչ ներկայացում, դա կլինի վերջում, լավ։ Պահիր, տեսեք, ամրացնում եմ ցուցամատին, շարժիր ձեռքերը։ Հրաշալի է։ Եվ այստեղ առաջ է գալիս մի փոքրիկ կտոր, որի օգնությամբ մենք կարող ենք կերպարանափոխել մեր հերոսին։ Ինչ ենք անում։ Պտտում ենք եւ տեսեք, արդեն ուրիշ կերպար դարձավ։ Այսպես տիկնիկային արվեստում ցանկացած իր դա կերպարանափոխվում է եւ այսպես ասած բնավորություն է ձեռք բերում։ Կարող ես շարժել։ Ահա, ծափահարենք։ Հրաշալի է, շնորհակալություն։ Եվ ես անցնում եմ առաջ եւ ես ձեզ ցույց եմ տալու ձողիկավոր տիկնիկներին։ Մինչև ձողիկավոր տիկնիկներին անցնելը ես ուզում եմ ցույց տալ, թե ներսում ինչ է կատարվում ձողիկավոր տիկնիկի։ Մենք ունենք այստեղ մեխանիզմը, դերասանը պահում է ձեռքի ափի մեջ, բթամատով եւ ցուցամատով շարժում է գլուխը։ Այս ձողերը պահում է ձեռքի ափի մեջ, հաջորդ ձեռքի ափի մեջ, ձախի կամ աչի, կարևոր չէ, եւ փորձում է վարել։ Տեսեք, տիկնիկը երբ որ վարում է, դերասանը պահում է այնպես, որ ինքը տեսնի իր տիկնիկին։ Եվ այստեղ շատ կարևոր մի գաղտնիք։ Երբ որ տիկնիկավար դերասանը տիկնիկը պահում է, ձողիկները պահում է ձեռքի ափի մեջ։ Ինչու՞, որովհետև եթե բաց թողնի մի ձողիկը եւ պտտվի, ինչ կլինի, խաղընկերոջը կհարվածի եւ խաղընկերը հաջորդ օրը չի գա ներկայացման եւ նկատողություն կստանա։ Դրա համար տիկնիկավար դերասանը պահում է ձողիկները ձեռքում եւ սկսում է վարել։ Տեսեք, այս տիկնիկը մոտենում է, բարձրանում է, իջեցնում է գլուխը, նայում է աջ եւ ձախ, աջ եւ ձախ։ Տիկնիկը կարող է նաեւ պարել։ Տիկնիկը կարող է նաեւ վազել։ Կարող է նաեւ ծափահարել։ Հիմա ձեռքերը չկան վրան, ձայնը չի լսվում, բայց նա կարողանում է ծափահարել։ Սա տիկնիկի մեխանիզմն է, որի վրա պատրաստվում են բոլոր տիկնիկները։ Ես հիմա այս տիկնիկը ցույց կտամ։ Դուք հիմա որ տեսնում եք տիկնիկները, այս տիկնիկները մի հրաշք ներկայացման տիկնիկներ են։ Մի ժամանակ, երբ ես հանդես էի գալիս համալիրում, վարպետության դաս էի անում, վարպետության դասի ընթացքում ներկա էր մի աղջիկ, Դիանա Ավետիսյանը, ով փնտրում էր սցենարներ եւ հետաքրքիր հատվածներ, սյուժեներ, որպեսզի աներ մի նոր ներկայացում։ Եվ նա պատահաբար տեսնում է ինձ եւ մտածում, որ կարելի է տիկնիկավարի մասին մի հեքիաթ գրի, որ տիկնիկավարը փորձում է նորոգել իր բոլոր տիկնիկները։ Եվ նա սցենարը հենց ինքն է գրում, բեմադրում հենց ինքը եւ պատրաստում են այսպիսի հրաշք տիկնիկներ, որը կոչվում է երազանքի հետևից ներկայացումը, եւ այդ ներկայացման շնորհիվ մի շարք երեխաներ դիտել են այս ներկայացումները, անգամ Նյու Յորքում են դիտել այս ներկայացումը, եւ ես բերել եմ այս տիկնիկները, որպեսզի դուք էլ տեսնեք, թե ինչպիսի բարդ եւ հետաքրքիր տիկնիկներ են։ Հիմա գիտնականի տիկնիկն է։ Ես կփորձեմ գիտնականի տիկնիկը վարել։ Գիտնականը ասացի ձողիկավոր տիկնիկ է։ Հիմա կհնչի առաջին երաժշտությունը, կխնդրենք առաջին երաժշտությունը։ Տեսեք, ես պահել եմ ձեռքիս ափի մեջ եւ փորձելու եմ շարժել եւ գլուխը եւ ձեռքերը եւ նա կարողանա ծափարել։ Բայց նա պետք է հիմա ձեզ համար վալս բարի։ Վալս բարելու համար տղաները ձեռքը դնում են մեջքին եւ անելով 1 2 3 1 2 3 նույնը կատարելու է տիկնիկը, ոչ մի տարբերություն։ Տիկնիկի հրաշքը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր շարժում տիկնիկը շարժվելիս իր բոլոր քայլերը նման են մարդուն։
Եթե խոնարհվում է դերասան, ինչ են անում, հանդիսատես ինչ է անում։ Սա բան է։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալու ամենաբարդ տիկնիկները, դրանք մարիոնետ տիկնիկներն են եւ կառավարվում են թելերի օգնությամբ։ Տեսեք, ամենապարզ տիկնիկը, մարիոնետ տիկնիկը խաչուկով տիկնիկներն են, որոնք կառավարվում են խաչուկի օգնությամբ, այս մյուս տիկնիկները վագայի օգնությամբ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ։ Սա տիկնիկ է եւ գաղտնիքը չեմ բացելու, թե ինչ է լինելու, երբ հնչի երաժշտությունը։ Տեսնում եք բոլորդ ինձ։ Լավ, ես կկանգնեմ աթոռի վրա։ Պատրաստ եք։ Շատ լավ, հնչում է երաժշտությունը։ Այս տիկնիկի գաղտնիքը կայանում է նրանում, որ տիկնիկը թաքնվում է տաբաթում։ Իսկ հիմա շարժվում ենք առաջ եւ մենք տեսնում ենք մեր երաժշտին, երաժիշտը ունի սրինգ, երաժիշտը չի համբերվում ելույթ ունենալուն եւ երաժիշտը ունի սրինգ եւ պետք է փորձի նվագել սրինգը։ Պատրաստ եք ունկնդրել։ Շատ լավ։ Սա կոչվում է վագա, դերասանը 3 մատով պահում է, բթամատով և ցուցամատով շարժում է տիկնիկի գլուխը։ Տիկնիկը տեսնում եք որքան շատ թելեր ունի, որքան շատ թելեր, այդքան ավելի հետաքրքիր է տիկնիկի խաղը, որովհետև նա կարողանում է շարժել մարմնի ցանկացած մաս։ Այս թելի օգնությամբ տիկնիկը շարժում է ձեռքերը։ Իսկ դուք հիմա որպես հանդիսատես չեք տեսնի, այստեղ բարակ, շատ բարակ,
ոսկե թել կա, որի օգնությամբ տիկնիկը կարողանում է սրինգ նվագել։ Գեղեցիկ է։ Հրաշալի է։ Իսկ հիմա գալիս է մի պահ, որտեղ պետք է ելույթ ունենա պարուհին, իսկ պարուհու համար անհրաժեշտ է շատ մեծ տարածք։ Հիմա ես կփորձեմ այստեղ մի փոքր ազատագրել այս տարածքը, որպեսզի պարուհին ելույթ ունենա։ Պատրաստ եք։ Շատ լավ։ Դուք բոլորը տեսաք, վայելեցիք տիկնիկների հրաշք և գեղեցիկ արտաքինը, խաղը, թե նրանք ինչպես են կարողանում մարդու պես շարժվել։ Այս պահին ես առաջարկելու եմ, որ դուք ինձ հետ դառնաք խաղընկեր և միասին ձեր դպրոցահասակ ընկերների համար խաղանք ներկայացում։ Միասին խաղալու ենք չարի վերջը։ Տեսեք, սա էկրան է, հասարակ կտորից պատրաստված շրջանակ է, որի վրա ձգված է պարզ կտորը, բամբակյա կտորը, լույսի օգնությամբ արտացոլվում է տիկնիկների ստվերները։ Այո, տիկնիկների ստվերները, դրա համար էլ անվանում ենք ստվերների թատրոն։ Մենք հիմա ձեր ընկերների հետ միասին խաղալու ենք չարի վերջը հեքիաթը, լավ, ես ասեմ մի գաղտնիք, տեսեք, մեզ մոտ աղվեսները երկու տեսակ են, աջ և ձախ, ինչու, որովհետև, երբ որ դերասանները խաղում են, տիկնիկը գալիս է այս կողմից, հակառակ կողմից չենք կարող պտտել, որովհետև փայտ է ամրացված, դրա համար երկու խաղընկերներ են աղվեսները, աջակողմյան և ձախակողմյան, նրանք իրար հետ չեն հանդիպելու, բայց հեքիաթում մենք երկուսն էլ օգտագործելու ենք։ Նույն ձև մեզ մոտ ագրավներն են, դուք գիտեք հեքիաթում կա նաև ագրավ, և հեքիաթում կա ինչ, շուն, մայր կկու և երեք թե չորս ձակ։ Շատ լավ։ Եվ ուշադիր, եթե մենք ուզում ենք այստեղ մեր էկրանի վրա պատրաստել մյուս տեսարժան պահերը, ասենք արև, ամպ, ծառ, մենք թղթի օգնությամբ, շատ պարզ թղթի օգնությամբ կարող ենք մկրատով կտրել, տեսեք, մկրատով կտրել, դուրս բերել և ամրացնել, չէ որ մենք ունենք ամպեր, բայց չունենք ինչ, արև, որ տաքացնի մեզ և ջերմություն տա մեր ներկայացմանը, տեսեք, ես կտրում եմ արևը և ամրացնելու եմ վերևի հատվածում, որ մեր հեքիաթում լինի նաև արև, երևում է արևը, այո, այստեղ ամպերը, այստեղ ամպերը, և եթե մեր հեքիաթում անհրաժեշտ են ուրիշ հերոսներ, էլի թղթի օգնությամբ մենք կարող ենք կտրել և տեղում խաղալ ներկայացում, դպրոցում, բակում, տանը, շատ պարզ է, կտրում ենք կերպարներին, ինչ ստացվեց, թիթեռ, այսպես պարզ օրինակով մենք կարող ենք պատրաստել և թիթեռ, և թռչուն ու խաղալ ստվերային ներկայացում։ Քանի որ ես խոստացել էի, որ քիչ առաջ մենք միասին դիտելու ենք ձեր իսկ ընկերների օգնությամբ ներկայացում, եկեք բարձր ծափահարենք և ազդարարենք ներկայացման սկիզբը։ Ով է խաղալու մայր կկուն, արի, այստեղ, մայր կկուն նստած է և իր բնում 3 ձակ, տեսնենք ձակերը, ահա 1, 2, 3, աղվեսը գալու է, ով է աղվեսը խաղալու, շատ լավ, դու աղվեսը կլինես, այս կողմից կգաս, դու կլինես հեղինակը, լավ, դու ես ուզում հեղինակը, շատ լավ, դու կլինես հեղինակը, իսկ դու կլինես և ագրավը, շունը ես կլինեմ, լավ, լավ, կհնչի մի փոքր երաժշտություն, քանի որ ներկայացմանը օգուտ է տալիս երաժշտությունը, հնչելու է երաժշտությունը և մենք խաղալու ենք, պահիր մայր կկուն, Չարի վերջը, լինում է մի սար,
Են սարում մի ծառ, են ծառում փչակ, փչակում մի բույն, բնում 3 ձակ, ու վրեն կկու։ Կկու կկու, իմ կկու, երբ պիտի դուք թևեր առնեք, թրջեք գնաք ուրախանաք։ Երգում է Մարի կկուն, մին էլ աղվեսն եկավ։ Էս սարն իմն է, էս ծառն իմն է, ծառում փչակ կա, փչակում մի բուն, էս ով է եկել տիրացել թաքուն։ Ախ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ 3 հատ ձակ, աղա աղվես։ 3 հատ ձակ ցույց կտամ քեզ, ու չես ասել դու անամոտ, մի նղրկես ծառա ինձ մոտ, ձգիր շուտով մեկը ներքև, թե չէ ահա կացինը սրած գնամ բերեմ, ծառը կտրեմ։ Վայ չկտրես, աստված սիրես, էս մինն ահա, տար քեզ ծառա, միայն թե այդպես, մի ջնջիր մեզ, բնով տեղով, ամբողջ ցեղով։ Խնդրեց Մարի կկուն, ու ձակից մինը գցեց ներքև, աղվեսը համp առավ գնաց։ Վայ, դու, իմ լավ կկու, որ սև սարում, որ անտառում, որ թպիտակ, կորար մենակ, վայ, դու, իմ խեղճ կկու։ Լաց էր լինում Մարի կկուն, մին էլ աղվեսը ետ եկավ։ Էս սարն իմն է, էս ծառն իմն է, էս ով է եկել տիրացել թաքուն։ Ախ դու կկու, հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ 2 հատ ձակ, աղա աղվես։ 2 հատ ձակ ցույց կտամ քեզ, մինը ձգիր շուտով ցած, թե չէ ըհն կացինն ենտեղ կբերեմ և կկտրեմ ծառը։ Աղաչեց Մարի կկուն, ու երկրորդն էլ ձած ներքև գցեց, աղվեսը համp, էս էլ առավ ու գնաց։ Եվ գիտեք հետո հեքիաթի վերջում ինչ է լինում, չէ։ Գալիս է ագրավը և ասում է ғա, համեցիր։ Եվ օգնության է գալիս ագրավը, կկու մայրիկին ասում է, որ ով է տվել աղվեսին, սար, կացին, որ հաջորդ անգամ գա, կասես սուտ ես ասում այ անամոտ, հիշում եք չէ։ Եվ վերջում ով է գալիս, շունը, ահա եկավ իմ դերը, շունը նախապես ես կտրել եմ և հիմա փայտ կամրացնեմ, որ կարողանամ խաղալ։ Եվ թաքնված է շունը որտեղ, թփերի մոտ, այո, թփերի մոտ, աղվեսն այն ծայրից գալիս է, ահա, աղվեսը բեր այդտեղից, իսկ շունը թաքնվում է թփերի տակ, չէ, այստեղ, ահա, և աղվեսը գալիս է, որ տեսնի ինչ էր, գանձեր, այդ ընթացքում շունը և ինչ է լինում, Համբանում աղվեսին, այո, համբ է անում աղվեսին և աղվեսը պաղճում է, իսկ հեքիաթում ինչն է հաղթում, բարին, հիմա մեր դերասաններին ծափահարում ենք, վերցրեք ձեր տիկնիկները, գալիս ենք առաջ, ծափահարում ենք, դուք խոնարհվում եք, վստահ եմ, որ դուք կարող եք այս ամենն անել ձեր դասարանում, դպրոցում և տանը խաղալ բոլորի համար ներկայացումներ։ արդյոք հեշտ է տիկնիկներով շոու վարել։ Շոու, շատ լավ, շատ բարդ է, շոուի համար տիկնիկները պետք է լինեն գունեղ, փայլուն, վառվռուն, եթե մենք խաղալու ենք շունն ու կատուն ներկայացում է որոշակի ժամանակահատված, պատմություն, իսկ շոու ծրագրի ընթացքում պետք է հրաշքներ տեղի ունենան, որպեսզի հանդիսատեսը կարողանա զարմանալ։ Դրա համար պետք է մի տեսակ այդպես հետաքրքիր և գաղտնի բաներ անել, ինչ որ տիկնիկի գլուխը դուրս գա, հետևից դուրս գա ծաղիկներ, որպեսզի դառնա շոու։ Եվ շատ բարդ է շոուն ներկայացումից։ Ձեր մասնագիտությունում եղել է դժվարություններ։ Այո, ամեն անգամ։ Վերջերս իմ մատը ցավում էր և վնասվել էր մատս,
իսկ անհաղթ ակլոր ներկայացման տիկնիկը ձեռնոցա տիկնիկ է եւ հատուկ կարված է աջ ձեռքի համար։ Եվ ես ստիպված էի խաղալ ձախով, բայց հանդիսատեսը չտեսավ, իմ խաղընկերները չտեսան, իսկ ես բարձրաձայնեցի ասի դուք տեսաք, որ ես ձախով խաղացի, բայց դա անցավ, այո, լինում են բարդություններ, որ դու պետք է հաղթահարես։ Քանի տարի է, որ դուք զբաղվում եք տիկնիկների շոուներով։ Ես երկար տարիներ է ինչ զբաղվում եմ տիկնիկային արվեստով եւ ես այս սերը իմ բոլոր հմտությունները փոխանցում եմ հիմա ինստիտուտում իմ ուսանողներին եւ ուսանողները խանդավառվում են, երբ որ մենք պատրաստում ենք ինչ-որ տիկնիկ եւ ես ցույց եմ տալիս, որ տիկնիկն ինչպիսի շարժումներ է անում, այնպես որ շատ մեծ աշխատանք է պահանջվում տիկնիկավար դերասանի, որ նա կարողանա խաղալ բեմում տիկնիկի հետ միասին։ Դրամատիկ թատրոնի դերասանի համար այս ամենը շատ պարզ է, ինքն է իր մարմինը, միայն կարևոր է տիրապետել քո մարմնին, իսկ դերասանը տիկնիկավար պիտի նաև կարողանա տիրապետել տիկնիկի վարպետությանը։ Իսկ ինչ ձեզ գրավեց տիկնիկային թատրոնում։ Գրավեց, որ ինքը յուրահատուկ է եւ դու կարող ես այստեղ ցանկացած իր առարկա կենթանացնել։ Դեռ ինստիտուտի տարիներից ես տարբեր իրերից պատրաստում էի տիկնիկներ եւ իմ էտյուդներում խաղում էի այդ տիկնիկներով, որոնք ես էի պատրաստել։ Այդ սերը դեռ մանկուց էր։ Երբ եք հանդես գալու Դիլիջանում։ Շատ լավ, շնորհակալություն։ 2024 թվականի ես Հայաստանի տարբեր մարզերում, սահմանապահ, սահմանամերձ գյուղերում ես հանդես եմ եկել եւ խաղացել եմ ներկայացում 5400 երեխայի համար։ Սա մեծ թիվ է եւ ես պատրաստ եմ թե որպես տիկնիկավար եւ թե որպես դերասան ծառայելու գալ ամենասահմանապահ, սահմանամերձ գյուղ խաղալ ձեզ նման երեխաների համար եւ օրը դարձնել տոն։ Այնպես որ ես պատրաստ եմ, եթե դուք, այսպես ասած, արձագանքեք, ես կգամ հենց ձեր գյուղ։ Այսօր հաղարծենի միջնակարգ դպրոցում մենք մասնակցեցինք Քո արվեստը դպրոցում ծրագրին։ Հանդիպեցինք տիկնիկավար Աղասի Մելքոնյանին։ Մենք սովորեցինք տիկնիկային թատրոնի գաղտնիքները։ Իմ կարծիքով Աղասի Մելքոնյանը շատ մեծ դժվարությունների մեջով է անցել եւ տիկնիկավար լինելը հեշտ չէ, դա դժվար է, բայց նաեւ շատ հետաքրքիր է։ Ես սովորեցի, թե ինչպես են պատրաստում տիկնիկներին։ Թե ինչպես պետք է ճիշտ շարժենք մեր ձեռքերը, որպեսզի տիկնիկը գեղեցիկ շարժվի։ Շնորհակալություն, մենք այսօր մեծ բավարարություններ ստացանք։ Գույներ, թե սև ու սպիտակ։ Գույներ, Լուսաբաց, թե մայրամուտ։ լուսաբաց, Սուրճ, թե թեյ։ թեյ, Ինքնաբուխություն, թե պլանավորում։ պլանավորում, Աշխատելիս լռություն, թե երաժշտություն։ երկուսն էլ, Որն է ձեզ ոգեշնչած ամենատարօրինակ բանը։ կենցաղային տարբեր իրեր, օրինակ թեյնիկ, Ինչն է, որ միշտ կա ձեր արվեստանոցում կամ աշխատասեղանին։ մկրատ, Հայտնիներից ում հետ կցանկանայիք հանդիպել։ շատ կուզեի Կոմիտասի հետ հանդիպել, Արվեստն ավելի շատ զգացողություն է, թե միտք։ զգացողություն, միտք, Արվեստը ցավից է ծնվում, թե սիրուց։ սիրուց, միանշանակ սիրուց, ցավից էլ է ծնվում, որովհետև իմ առաջին մոնոներկայացումը ծնվեց ցավից, Որն է արվեստագետի գերբնական ուժը։ իր հզորությունը, Առանց ինչի չեք կարող ստեղծագործել։ առանց սիրո, Նշեք մեկ բառ, որը լավագույն կերպով բնութագրում է ձեր արվեստը։ սեր, Ինչ կանեիք, եթե արվեստով չզբաղվեիք։ ես միշտ այդ հարցին տվել եմ, եթե արվեստով չզբաղվեի, եթե լինեի հացթուղ, հացը թխելիս այնպես կանեի, որ վրայի նախշերը արվեստոտ լինեին, Ինչն է ավելի կարևոր։ Ձևը, թե բովանդակությունը։ հիմա այն ժամանակներում ենք ապրում, որ երկուսն էլ պետք են,
Ինչն է ավելի դժվար՝ խոսել, թե լռել։ Ես չեմ լռում։ Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը։ Գնալ միշտ առաջ։ Եթե կարողանայիք միայն մեկ ուղերձ փոխանցել աշխարհին, որը կլիներ այն։ Սիրեք ձեր հայրենիքը։